Էլի կգամ մամ, բայց դու խոստացի, որ վերևից կօգնես Ալինային, որ նորից մեզ մենակ չես թողնի մամա։ Էս ինչա կատարվում է դո։ Հավատս չի գալիս։ Քո ոչ մի ասածը ես չեմ հասկանում։ Ուզես թե չուզես իրականությունն է դա։ Նորոն Շուշանի տղեն է ու Արշակին էլ ատում։ Ինձ թվում է կարիք չկա, չէ՞ բացատրելու թե ինչի համար է ատում։ Ինձ թվում է մեծ աղջիկ ես կհասկանաս։ Արշակը մեղավոր չի եղել։ Արշակը Շուշանին ոչ մի բան չի ստիպել։ Այդ արդեն երկրորդական հարց է Մագդա։ Այդ մարդիկ մտածում են, որ ձեր պատճառով են որբ մնացել, ու ոչ մեկս իրենց չեն կարա մեղադրենք։ Ես հիմա չեմ ուզում մանրանամ, ճիշտ ու սխալ անեմ, զուտ ասում եմ, այն ինչ կա։ Փաստորեն Էլիզի ես տուն գալու միակ նպատակը այդ վրեժն է եղել։ Ես էլ չէի հասկանում ինչի է Արևի հետ կոպիտ խոսում, կամ ինչի է Արևի ու Արշակի հարաբերություններին միջամտում։ Բայց հիմա ամեն ինչ պարզ է։ Էլիզի միակ նպատակը այդ վատություն անելն է եղել։ Իսկ Նորոն երևի ուղղակի փորձել է օգնի Էլիզին։ Խնդրում եմ քեզ Մագդա վերջացրու։ Նորոն ամեն ինչ արեց, որ ես իրան սիրահարվեմ, որ առանց իրա կյանքս չպատկերացնեմ։ Իսկ հետոն արդեն դու էլ գիտես։ Ուղղակի ես զարմանում եմ, ոնց եմ կարողացել հավատամ իրան։ Մագդա, դու ինձ չես լսում։ Չես հասկանում ինչ եմ ասում։ Ասում եմ Նորոն չի իմացել, որ դու Արշակի քույրն ես։ Չի իմացել, որ Էլիզը այս տանն է աշխատում։ Սկզբում ամենայն դեպս չի իմացել։ Ձեր հանդիպումը շատ պատահական է եղել։ Ու դու հավատում ես այդ հեքիաթներին։ Գիտես, ես բացարձակ չեմ հավատում։ Ու մեկ-մեկ ինձ թվում է, որ դու էլ ես խաբում։ Դե ապրես, ինչ ասեմ։ Բա էլ ինչ ես ուզում, որ մտածեմ։ Կասես ուրիշ ինչ մտածեմ։ Ես ու Նորոն իրար հետ հիվանդանոցի մոտ ծանոթացանք։ Ու Էլիզն էլ էր իրա հետ։ Հետո երևի կանչելա, որ իմ հետ շատ պատահական ծանոթանա։ Թե չէ ոնց պիտի տենց սիրուն հայտնվեր ընդեղ, որտեղ ես էի։ Դե հիմա որ դու ինձ չես հավատում, ես քեզ ինչ պատմեմ, Մագդա։ Ասա Էդո, գոնե մի բան ասա, որ չգժվեմ։ Նորոն ինձ այդ ամեն ինչը վերջերս է պատմել։ Բայց էլի եմ ասում, Մագդա, ինքը չի իմացել։ Այդ օր ինչ-որ բանալի է պետք եղել, եկել է որ վերցնի, քեզ էլ է տեսել։ Չէ, սուտ է, ես չեմ հավատում։ Դե ուրեմն հարցեր էլ չտաս, եթե չես հավատալու, Մագդա։ Փաստորեն քո աղջիկն է, Շուշան։
հիմա չես հավատում, թե չես ուզում հավատալ։ Որովհետև այն դեպքում դու կշարունակես Նորոյի մասին մտածել։ Իսկ սենց հեշտ է։ Ուղղակի քեզ կդրամադրես, որ Նորոն խաբել է ու վերջ, ամեն ինչ կանցնի։ Ինչի։ Քո համար մեկ չի։ Մեկա մենք միասին դինելու ոչ մի շանս չունենք։ Էլ ինչ կարևոր է ես ինչ կմտածեմ։ Շատ կարևոր է, Մագդա, շատ։ Ես չեմ ուզում, որ դու Նորոյի մասին սխալ կարծիք կազմես։ Նորոն այդ տղեն չի, որ աղջկա միջոցով իր վրեժը լուծի։ Էս ոնց ես պաշտպանում։ Չէ, Մագդա, ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Ու ես հիմա ինձ ահավոր վատ եմ զգում, որ այս պատմության մասին քո հետ խոսում եմ, որովհետև այս ընդհանրապես իմ թեման չի։ Ես ուղղակի որպես տղա Նորոյին հասկանում եմ։ Պատճառը շատ լուրջ է, շատ ցավոտ է։ Ու ով լիներ իր փոխարեն նույնը կաներ, Մագդա, հասկացի։ Փաստորեն դու արդարացնում ես Նորոյին։ Դու խրախուսում ես Էլիզի վրեժը։ Մագդա Նորոն ընդհանրապես արդարացման կարիք չունի։ Ինքը իրան շատ տղավարի է պահել։ Հենց իմացել է ստիպել է աշխատանքից դուրս գա Էլիզը։ Իսկ քեզ թողնել է, ես չեմ կարող մեկնաբանեմ, Բայց էդ էլ ես արդարացնում։ Հա, Մագդա, արդարացնում եմ։ Նորոյի ու Արշակի հարաբերությունները երբեք չեն ուղղվելու, իրանք միշտ իրար ատելու են։ Ոնց ես դու պատկերացնում ձեզ միասին։ Արշակը երբեք չի ատել Շուշանի երեխեքին։ Այդ ատելությունը իրանք են սկսել։ Էլիզը քեզ վառ ապացույց։ Հա, Մագդա, դու ճիշտ ես։ Ճիշտ ես, ես քեզ էլ եմ հասկանում։ Բայց մի պահ, Մագդա, այս ամեն ինչը քո վրա վերցրու։ Պատկերացրու, որ դու առանց մոր ես մեծացել։ Պատկերացրու, որ դու փոքր քույրիկ ունես, ում համար համ քույր պիտի լինես, համ մայր։ Մագդա, մի հատ Նորոյի վիճակը պատկերացրու, որ այդքան փոքր տարիքից ընկել է տենց հոգսի տակ, ստիպված է եղել տուն պահի։ Բայց այդքանից հետո ոնց ես ուզում, որ մարդիկ ատելությամբ չլցվեն, ոնց։ Իմ մայրն էլ է մահացել, Էդո։ Ես էլ եմ առանց մոր մեծացել։ Ու իմ մայրը ավելի շուտ է մահացել, քան Էլիզինը։ Բայց դու, Մագդա, դու Արշակ հոպարի նման ուժեղ աղբեր ես կողքիդ ունեցել, ով քո բոլոր հոգսերը հոգացել է։ Իսկ Նորոն, Էլիզը ու Ալինան մենակ են եղել միշտ, մենակ։ Մի տատի ունեն, ինքն էլ չի կարողանում աշխատել։ Ու որ շատ խորանանք, այդ տատու հոգսնել են Նորոյի ուսերին։ Սրանք հարցեր են, Մագդա, որոնք մենք երբեք չենք հասկանա։ Իսկ իրանք զգացել են։ Այդքանից հետո ոնց ես ուզում, որ ատելությամբ չլցվեն այդ մարդիկ։ Դու սենց ես խոսում, որովհետև Էլիզին մեր տանը չես տեսել։ Այ որ տեսնեիր հաստատ սենց խղճահարությամբ չէիր խոսի։ Փաստորեն ես սիրել եմ մի մարդու, ով ատում է իմ ընտանիքը, ով մեզ թշնամի է համարում։ Գիտես ամենաբարդը որն է։ Ամենաբարդը այն է, որ հասկանում եմ, որ իրան սիրելը այդ շատ սխալ է։ Բայց ես հույս ունեմ, որ մի օր կմոռանամ իրան, որ ես էլ կսկսեմ ատել իրան։ Մարդ ինչքան պետք է սիրի, որ դիմացինի մեղքը գիտակցելով մեկը չկարողանա իրան մոռանա։ Ես չեմ կարող բացատրեմ հիմա ոնց եմ ապրում։ Մենակության, կծուցավի, անպաշտպան հոգու մեջ եմ ես հիմա ապրում։ Բայց ես հույս ունեմ, որ իրոք իրան մի օր կմոռանամ ու նույն թշնամու աչքերով կնայեմ ես իրան, ոնց ինքը ինձ։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Ոնց մի վայրկյանում ամեն ինչ կորցրեցի։ Չէ, Մագդա, դու ոչ մի բան չես կորցրել։ Հանկարծ չմտածես, որ սրանից հետո ապրելու իմաստ չունես։ Հանկարծ տես բան չմտածես, Մագդա։ Դու ընդհակառակը հիմա շատ ուժեղ պիտի լինես։ Դու ամեն ինչ պիտի անես, որ Արշակ հոպարի կողքին լինես, որ հանկարծ ինքը թշնամությամբ ու ատելությամբ չլցվի այդ մարդկանց նկատմամբ, հասկանում ես։ Լսի, Մագդա, ես չեմ ուզում, որ այս պատմությունը դառնա մի կաթիլ մեղրը, հասկանում ես։ Ինչ եղել է անցյալում, թող այնտեղ էլ մնա։ Պետք չի այդ բերել ներքա ու սպանել իրար։ Էդ Էլիզն է սկսել։ Մագդա, Էլիզը չի հասկացել ինչ է անում։ Սխալվել է, բայց ես վստահ եմ, որ Նորոն իրեն թույլ չի տա ավել բան անի։ Ես հիմա գնում եմ, բայց անպայման հետ եմ գալու։ Հա, մի բան էլ, Մագդա։ Ասեմ իմացի, որ շատ սխալ բան ես արել, որ իմ մասին տենց վատ բաներ ես մտածել։ Ուղղակի ձեզ տեսնելուց հետո ես ինձ շատ վատ զգացի։
ինչև է։ Մի խորացի։ Ես հիմա պարտավոր եմ բոլորիդ հասկանալ։ Փաստորեն նորոն սիրում է ինձ։ Սիրում է ուղղակի ստիպված է հեռու մնալ, որովհետև ուրիշ պատմություն կա։ Մի խորացի Մագդա։ Ավելի ես քեզ վնասելու։ Խմի ես։ Տատի գնացեք, հանգիստ թող ինձ։ Գնացեք, թողեք իմ մեղքի հետ մենակ մնամ։ Արշակ ինչ լավ է եկար։ Թե չէ ես մի քիչ էլ ես մտքերի հետ մնա ինձ գժանոց կտանեիք։ Ես չգիտեմ ոնց ասեմ։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Այսօր Էդոն էր եկել։ Հա դու ճիշտ էիր։ Էդոն միակ մարդն էր, որ այս իրավիճակի բացատրությունը ուներ։ Ու ինքը այսօր բացատրեց։ Բայց Երանի ես էդ չլսեի։ Ես ամեն ինչ պատկերացրել էի, բայց ոչ էդ։ Ես էդ նորությանը ուղղակի պատրաստ չէի։ Մագդա, Արշակ։ Պարզվում է, որ Էլիզն ու Նորոն քույր ու եղբայր են։ ու Շուշանի երեխեքը։ Ինչ։ Դու իմացել ես ու ինձ չես ասել։ Մի քիչ առաջ Շուշանի գերեզմանի մոտ Էլիզին տեսա։ Շուշանի սիրած ծաղիկներն էր բերել։ Ես ոնց չէի շուտ գլխի ընկել։ Ախր ուշադրություն չէի դարձրել անուններին։ Էլիզ, Նորո։ Ես պետք է շուտ հասկանայի։ Փաստորեն Էլիզի ես տուն գալու նպատակը այդ վրեժն է եղել։ Բայց Նորոն, այ Նորոն չգիտեմ։ Այսօր Էդոն ասում էր, որ ինքը իրոք սիրահարված է եղել։ Ուղղակի ճշմարտությունը իմանալուց հետո որոշել է բաժանվի։ Իսկ Էլիզին արգելել է, որ էս տուն գա։ Էդոն երդվում էր։ Բայց ես չգիտեմ հիմա հավատամ, թե չէ։ Ինչ է լինելու հետո Արշակ։ Ինչ ենք անելու։ Թողնելու ենք, որ մեզ սենց հիմարի տեղ դրած ապրեն։ Մագդա կլինի հիմա հարցեր չտաս։ Թող ուշքի գամ, որովհետև ես չգիտեմ, թե ինչ եմ անելու։
Էլիս ջան, բոլորս էլ վատ ենք, բոլորս էլ մտածում ենք, բայց հերիքա, դու քեզ լրիվ կորցրել ես։ Քեզ թվում է, որ ես չեմ լացում, ինձ պատեպատ չեմ տալիս, Ալինայի մասին չեմ մտածում։ Դու չունես մեղքի զգացում, տատի։ Իսկ ես ունեմ։ Ես եմ մեղավոր։ Հասկանում ես, ես եմ ամեն ինչ արել, տատ։ Այս ինչ ա եղել, ինչ ա կատարվում։ Քրոջդ հարցրում, էլ չեմ դիմանում, չգիտեմ, որ մեկիդ մասին մտածեմ քո, Էլիզի, Ալինի, հերիքա էլ չեմ դիմանում, հերիքա։ Նորը ես եմ մեղավոր։ Նոր ամեն ինչում ես եմ մեղավոր։ Ես գնացի արևենց տուն։ Ես ամեն ինչ անում էի, որ իրանց հավացնեի։ Ես ամեն ինչ անում էի, որ քանդվեր այդ ընտանիքը, հասկանում ես, նորը ես եմ մեղավոր։ Նոր ճիշտ են ասում։ Ճիշտ են ասում, որ այս կյանքում մարդ ինչ տալիս է, էդ էլ ստանում է։ Ու իրա բոլոր արածների ու չարածների համար պատասխան է տալիս նորը։ Բայց ինչի Ալինան։ Ինչի Ալինան։ Հանգստացի, Էլիս, ես ինչ վիճակում ես։ Հա? Նորը ես Ալինայի աչքերին չեմ կարող նայեմ։ Ես Ալինայի աչքերի մեջ չեմ կարողանում նայեմ, հասկանում ես դու։ Այդ շատ լավ է, որ դու քո սխալը հասկացել ես։ Բայց Ալինայի հիվանդությունը ոչ մի բանի հետ կապ չունի։ Մի կապի իրար հետ, դրանք տարբեր հարցեր են։ Իրար հետ կապ չունեցող, լսում ես։ Չէ, դու չես հասկանա։ Դու չես հասկանա։ Գիտես ինչի։ Որովհետև դու անմեղ մարդու չես խաբել։ Դու չես կանգնել անմեղ երեխու դեմը ու իրան չես խաբել։ Դու չես նեղացրել։ Ու ես հիմա ստանում եմ այն, ինչ տվել եմ ուրիշներին նորը։ Ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, ես չպետք է գնայի այդ տուն։ Եթե ես այդ հիմար վրեժի հետևից չգնայի, սենց չէր լինի։ Սենց չէր լինի։ Ու կյանքը կարող է չուզենար ինձ իմ տեղը ցույց տալ ու Ալինային չվնասեր։ Նորը ես եմ մեղավոր։ Մենակ ես եմ մեղավոր, լսում ես։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ։ Նորը ես չգիտեմ ինչ անեմ։ Հանգստացի։ Նոր ես չգիտեմ ինչ անեմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, որ Աստված քրոջս օգնի, ես չգիտեմ ինչ անեմ։ Նոր ոնց անեմ, ես զղջացել եմ։ Հա, ես չի ուզում, ես զղջացել եմ, նորը ես եմ մեղավոր։ Այսօր լավ անցավ, չէ՞ ֆիզկուլտի ժամին։ Հա, շատ։ Ֆիզկուլտը միակ ժամն է, որ միշտ լավ է անցնում։ Բայց այսօր յուրահատուկ լավ անցավ, որովհետև լավ խաղեր խաղացինք։ Դե նայած ում համար։ Օրինակ իմ Մուրազը փորս մնաց։ Ֆուտբոլ չխաղացինք։ Ռոբ, ոնց է զգացվում, որ տատիս հետ շատ է շփվում։ Ինչի։ Դե Մուրազս փորս մնաց, չար փուշ, չար աչք։ Լավասև կատու տեսնելուց թու չես ասում։ Սպանելու եմ քեզ։ Էլիս, դու հիմա ես քո պավասկով իմ վիճակը ավելի ես բարդացնում։
Ես դահիճի նման արևին արշակի դեմ էի տրամադրում։ Ասում էի արշակը քեզ չի սիրում։ Քլացում էր։ Ինքը լացում էր, ես հանգիստ կանգնած նայում էի, հասկանում ես։ Իսկ երբ որ արշակը տուն էր գալիս, իր աչքերի մեջ էի նայում, ուզում էի սպանել իրեն։ Սիրտս հովանում էր, որ իրեն վատություն եմ արել։ Ես երևի իմ խիղճը սատանային եմ ծախել։ Իմ պատճառով այս ամեն ինչը, ես եմ մեղավոր։ Ես ուզում էի Արշակին ու Արևին վատություն անեի։ Հա, Արշակին վատություն անելու համար հենց Արևին էի ընտրել։ Որովհետև Արևը Արշակի թույլ կողմն է։ Ու հիմա կյանքն էլ իմ թույլ կողմը գտավ։ Էլիս դու հիմա նենց բաներ ես խոսում, որ մարդ կարող ուղղակի ցնդի։ Դու իրականում շատ սխալ բան ես արել, որ Արշակին ցավացնելու համար այդ երեխուն էիր որոշել ինչ-որ բան անել։ Իրա միջոցով։ Այս հասկացի։ Որ ճուտի հիվանդությունը այդ ամեն ինչ հետ ընդհանրապես կապ չունի։ Հասկանում ես։ Ես եմ մեղավոր, որ Ալինան էս վիճակում է։ Ես եմ մեղավոր ու մի ասա, որ իմ ասածները իրար հետ կապ չունեն նոր։ Մենք միշտ իմացել ենք, որ կյանքը բումերանգ է։ Որ այն ինչ անում ես հետ է գալիս ու հիմա ես էլ ստացա իմ պատասխանը։ Բումերանգը հետ եկավ ու կպավ Ալինային։ Ես սենց պատժվեցի, որովհետև ես այս աշխարհում ամենաշատը Ալինային եմ սիրում։ Նենց ոնց Արշակը Արևին։ Ու գիտես ամենավատը որն է։ Ամենավատը այն է, որ զղջում ես արածներիդ համար։ Հասկանում ես, որ սխալ ես արել, բայց ուշ է արդեն։ Այն ժամանակ մտածում ես, որ կհասկանան քեզ, որ կանցնի, որ ժամանակը կշտկի։ Բայց հենց փաստի առաջ ես կանգնում, հասկանում ես, որ սխալվել ես, որ շատ վատ բան ես արել, որ հետ քայլի ճանապարհ չկա։ Ու ամենացավոտը այն է, որ տեսնում ես ոնց է քո մեղքը ուրիշի ուսերին դրվում։ Իմ պարագայում Ալինայի։ Ինձ լսի։ Ալինայի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Լսում ես։ Կտեսնես։ Մենք հիմա մենակ այդ մասին պետք է մտածենք։ Բայց դու ճիշտ ես ասում։ Այս կյանքում բոլորը իրենց արածների համար պետք է պատասխան տան։ Վաղ թե ուշ։ Ու դու ուղղակի ուզեցել ես, որ Արշակը պատասխան տա իր արածների համար։ Բայց սխալ ձևով։ Դեռ ժամանակը չէր։ Կյանքը ամեն ինչ իր տեղն է գցում։ Դու ուղղակի չես ուզեցել վատություն անես, որ հիմա սենց ես մտածում։ Նոր խնդրում եմ, արի մոռանանք այս ամեն ինչը։ Ես ուզում եմ մենք մոռանանք ամեն ինչ, բաց թողենք անցյալը։ Համ ես, համ դու։ Ես չեմ ուզում դու մարդասպան դառնաս։ Ես չեմ ուզում իմ պատճառով Արշակին սպանես, որովհետև եթե իմ քայլերը քեզ էլ վնասի, ես էլ չեմ դիմանա նորո։ Խոստացի ինձ, որ կմոռանանք։ Խոստացի, որ անցյալը բաց կթողենք նոր։ Մենք ինչ էլ անենք, ինչ վրեժ էլ լուծենք, մեկ է։ Այդ վրեժը մեր մամային սառը հողից չի բերելու վերադարձնի մեզ։ Խնդրում եմ նորո խոստացի։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ես ուզում եմ մեռնեմ, հասկանում ես, ես չգիտեմ ինչ անեմ։ Իսկ եթե իմ մահը կփրկի Ալինային։ Հանգստացի։ Եթե մի անգամ էլ
քեզնից տենց ապուշ բաներ լսեցի, ես իմ արակների համար էլ պատասխանատու չեմ։ Մոռանում ես, որ կարող է Ալինան գա այս ամեն ինչը լսի։ Հասկանում ես իր հետ ինչ կլինի։ Նորը ես կյանքում այս վիճակում չեմ աղել։ Ես կյանքում չէի մտածի, որ այս վիճակում կհայտնվեմ։ Կյանքում չէի մտածի, որ կզղջամ արարքներիս համար, որ կամաչեմ իմ արածներից, հասկանում ես։ Ու ամենացավոտը գիտես որն է։ Այն չի, որ քեզ կողքից մեղադրում են։ Այն չի, որ քեզ դատապարտում են։ Այլենա, երբ որ դու ինքդ քեզ էլ չես կարում ներես։ Իսկ ես հիմա այդ վիճակում եմ նորը։ Նոր եթե Ալինային մի բան լինի, եթե չկարանանք իրան փրկենք, ես կմեռնեմ։ Ես իմ կյանքի վերջ կտամ, ես չեմ դիմանա, նորը հասկանում ես, չեմ դիմանա։ Ալինայի հետ ամեն ինչ լավ կլինի։ Ճուտս կառողջանա, կտենաս։ Եթե դու քեզ կորստես, ով է ինձ օգնելու, ով է թիկունքումս կհանգնելու, էլիս։ Նոր, բայց դու ասում էիր, որ հիասթափվել ես, որ մեղադրում ես ինձ։ Հիմա արդեն շատ բան է փոխվել։ Կարևորը այն է, որ դու քո սխալը հասկացել ես։ Հիմա մենք պետք է ուժեղ լինենք։ Պետք է թև ու թիկունք լինենք իրար, որ այս ամեն ինչը աղթահարենք։ Լսում ես։ Ես հիմա պետք է գնամ։ Մի քանի տեղ աշխատանքի հետ կապված դիմել եմ, հասկանամ ինչ ընթացք է ստացել։ Ու հետ գամ։ Բայց դու ինձ խոստացի, որ ուժեղ ես լինելու։ Խոստանում ես։ Գիտես չէ, շոկոլադին արժանի չէիր։ Ուղղակի սիրտս չտարավ։ Կարող է կուլ չգնա հիմա։ Հենա լավ էլ գնում է։ Ռոբ, ինչի է քո այդ ժամանակ սենց արագ ու անհոգ անցնում։ Ես իմ չգիտեմ, դու ես տենց զգում։ Դու պետք է ասես։ Չգիտեմ։ Կամ էլ գիտեմ, բայց չեմ կարող բացատրեմ։ Նույնն էլ ես։ Երբ որ երկուսով իրար հետ ենք լինում, բոլորին ու ամեն ինչ մոռանում եմ։ Ոնց որ աշխարհում մենակ ես ու դու լինենք։ Բայց կուզեիր իրոք այդպես լիներ։ Հա, Էլ մի լավ, կձանձրանայր։ երբ որ աշխարհը դառնա եռանկյուն, հենց այդ ժամանակ ես կսկսեմ քեզնից ձանձրանալ։ Ռոբ, Դու նկատի ունեմ չեմ ձանձրանա։ Էլիս։ Էլիս։ Տանը չի Էլիզը։ Չէ, տանը չի։ Բա ինչ ես թողել գնա այն էլ այդ վիճակով։ Կասես երբ է ինձ լսում Էլիզը։ Ասել է ուրա գնացել։ Ինձ թվում է Հասմիկ հենց տուն գնաց։ Խոսում էին իրար հետ։
Չգնանք Ալին։ Ոնց որ արդեն գնալու ժամանակն է։ Հա, ճիշտ ես։ Համ էլ խոսք եմ տվել, որ այսօր շուտ կգնամ տուն։ Ում ես խոսք տվել Նորոյին։ Ալին շատ ես կապված Նորոյի հետ։ Շատ ռոբ։ Նորոն է ինձ մեծացրել։ Ես ինչի կարիք ունեցել եմ, Նորոյին եմ ասել։ Ինչ սիրտս ուզել է, Նորոն է բերել։ Կարելի է ասել իր մանկության հաշվին ինքը ինձ մանկություն է տվել։ Նենց ուրախ եմ, որ Նորոյի նման աղբեր ունես։ Բա ես ինչ ուրախ եմ։ Նորոն ինձ միշտ հասկանում է, Ռոբ։ Ու միշտ իմ կողքին է։ Դե լավ, արի գնանք, քեզ ճանապարհեմ, ես էլ գնամ։ Ստացվում է Շուշանի հիշատակի հետ էլ են կռիվ տալիս։ Դու հələ չեն ներել իրան։ Նոր։ Արի, ներս արի։ Ինձ թվում էր տանը ստեղնել ես արդեն մոռացել։ Տատիս ասես, որ Էլիզը կամոտ է եկել, ստեղ է։ Հա։ Լավ չէր զգում իրան, անդադար լացում էր, հանգստացնող եմ տվել, որ քնի։ Պատմեց ինչ ասել բժիշկը Նոր։ Չգիտեմ ինչ ասեմ, բայց դու էլ Էլիզն էլ պետք է հիմա շատ ուժեղ լինեք։ Գիտեմ։ Ուղղակի ուզում եմ Էլիզը միշտ աչքիս առաջ լինի։ Անհանգիստ եմ, թող տանը լինի։ Նոր օտարի տանը չի։ Իմ տանը ոչ մի վտանգ չկա։ Աչքան սխալ մի հասկացի ասածս, ուղղակի այսօր Էլիզան վիճակում էր, որ չէր հասկանում ինչա խոսում ու անում։ Դրա համար ուզում եմ միշտ տանը լինի, աչքիս առաջ լինի։ Եթե չես շտապում, մի քիչ սպասի, ինձ թվում է հեսա կարթնանա։ Հետս սուրճ կխմես։ Չնայած ինչ եմ հարցնում, գնամ բերեմ, դու հանգիստ նստի։ Չէ, ավելի լավ է ես գնամ, հենց Էլիզը զարթի ինձ զանգի, լավ։ Նոր այդքան տհաճա հետս մենակ մնալը։ Ես հասկանում եմ քո վիճակը ու չեմ պատրաստվում մեր մասին խոսել։ Նստի, հեսա կբերեմ սուրճդ։ Խոսի Արշակ, խնդրում եմ քեզ գոնե մի բան ասա։ Ամեն ինչ մի րոպեում փոխվեց, Մագդա, մի րոպեում։ Եթե ես երեք մտածում էի մի հատ անծանոթ տղայի մասին, ով որ նեղացրել է քեզ, այսօր այդ տղեն Շուշանի տղեն է։ Ամեն դեպքում մեր տուն են մտել, ինչ-որ բան են ուզեցել անեն։ Էլիզն էլ քրոջ կողքին է եղել, բայց չգիտեմ ինչ նպատակով։ Բայց ես պետք է մտածեմ, պետք է պարզեմ։ Նաև պետք է զգույշ լինեմ, որովհետև արանքում արդեն Շուշան կա։ Իմ համար հեշտ չի, Մագդա։ Խնդրում եմ, կամաց կխոսես, արևն արդեն տանն է։ Արդեն դեղերը նշանակել է բժիշկը։ Չէ, բժիշկը ասաց, որ մի քանի հետազոտություններ պետք է էլի անցնի, որ կարողանանք բուժում նշանակենք։ Գիտես սիրտս ոնց է ցավում Ալինայի համար Նոր։ Բայց ինչ ա եղել, որ մի հատ էլ սիրտը ցավում է։
Ալինայից այդ ամեն ինչ լավ կլինի կբուժվի։ Կլինի տես խղճահարությամբ տեքստեր չասեք, ազդում ավրես։ Ես գիտեմ, որ դու իմ ամեն ասացի մեջ վատ բան ես տեսնում Նորո, բայց ես այդ որպես քույր եմ ասում։ Ալինան իմ աչքի առաջ է մեծացել։ Հիշում ես, որ փոքր էր, միասին էինք տանում դպրոց։ Նույնիսկ եղելա ծնողական ժողովներին ենք միասին գնացել։ Ես այդ օրերը երբեք չեմ մոռանա։ Ալինան ինձ շատ էր սիրում։ Շատ էր սպասում մեր հարսանիքին, ուզում էր, որ շուտ գամ ձեր տուն։ Կարելի ասել, Ալինան մեզ կապող օղակն է եղել։ Ինչքան է եղել, որ իրա շնորհիվ ենք լիքը վեճեր հարթել։ Նոր, միակ մարդը, ում մասին ես երբեք վատը չեմ խոսի ու չեմ մտածի, այդ Ալինան է։ Ես նույն ձև անհանգստանում եմ իրա համար, ոնց դու ու Էլիզը։ Իմ ասածների մեջ վատ բան մի փնտրի։ Էլիզը կարող է արթնացել է։ Եթե արթնանա կգա, հյուրասենյակի տեղը գիտի։ Իսկ եթե քեզ տհաճ է իմ ներկայությունը, ես կարող եմ խոհանոց գնալ։ Ոնց քո տունն է։ Փաստորեն միակ պահող բանը է դա, հա։ Աս ինչ ա եղել, ինչ եկել եմ ինձ վատ դրության մեջ ես տնում։ Հատուկ ես անում։ Նոր ինչով եմ վատ դրության մեջ դնում, որ Ալինայի մասին եմ խոսում։ Դու շատ լավ հասկանում ես, ես ինչ նկատի ունեմ։ Նոր, ամեն ինչ լավ է լինելու։ Ես վստահ եմ, որ մենք շատ շուտով բոլորս մեր առաջվա կյանքով ենք ապրելու։ Ես հույսս լավ բաներից շուտ չեմ կտրում։ Էս էլ Էլիզը։ Հիմա ինչ, ինձ ոչ մեկ չի օգնելու դասանեմ։ Հիմա կգամ։ Բալս ես գիտեի դու դաս ես անում։ Չէ, Էլիզի հետ էի խոսում։